Impeachment. Ամեն օր այս բառն ենք լսում մամուլից։ Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ որոշել են, որ impeachment-ի միջոցով կարող են հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Այդ բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է անվստահություն։ Երբ օրինակ պարլամենտի պահանջով վարչապետին իր պաշտոնից հեռացնում են, հիմք ընդունելով նրա կողմից պաշտոնական դիրքի չարաշահումը, օրենքների խախտումը եւ այլ լուրջ պատճառներ ու մեղադրանքներ։ Աշխարհի շատ երկրներում դա կիրառվել է, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում օրինակ երբեք հաջողությամբ չի պսակվել, շատ քիչ երկրներում այն հաջողություն ունեցել։ Մատների վրա կարելի է հաշվել։ Օրինակ Հարավային Կորեայում եւ Բրազիլիայում է հաջողել։ Աշխարհում մի քանի տասնյակ փորձերից հաջողություն է ունեցել մի քանի հատը, իսկ երբ վարչապետի դեմ են դուրս եկել, իր սեփական կուսակիցները դա շատ ավելի հազվադեպ երևույթ է եղել։ Այսինքն համաշխարհային փորձին նայելով նկատում ենք, որ impeachment-ը շատ քիչ հավանականություն ունի հաջողություն գրանցելու։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի պարագայում դա որքանով է իրատեսական։ Այս հարցն է, որ տանջում է ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Ուշագրավ է, որ հենց ինքն էր ժամանակին ուզում impeachment հայտարարել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ու հենց այդ անունով շարժում էր սկսել։ Այն երկիրը, որտեղ այսքան ատելություն կա, չի կարող զարգանալ, չի կարող առաջ շրջել։ Մենք պետք է այս քաղաքական process-ի ընթացքում երկիրը ձերբազատենք ատելությունից, իսկ դա ընդհանրապես մի ճանապարհով է հնարավոր, եւ այդ ճանապարհը impeachment-ն է, այս իշխանության հեռացումը։ Կյանքը նաև բումերանգ է։ Տեսականորեն Փաշինյանին կարելի է իհարկե անվստահություն հայտնել, եթե Հովիկ Աղազարյանի նման 18 այլ ԿՊԱ-ական падգամավոր դեմ դուրս գա Նիկոլ Փաշինյանին։ Բայց մոտիվը նրանց որը պետք է լինի, հայրենասիրությունը, ասենք թե։ Բայց վարչապետին անվստահություն հայտնելու դեպքում պետք է ընտրել այլ վարչապետ, դա պարտադիր պայման է։ Հետևաբար ում կուզեն Փաշինյանից բացի վարչապետ տեսնել այսօրվա հլու հնազանդ ԿՊԱ-ականները։ Ոմանք իսկ ավելի կոնկրետ ՀՀԿ-ականները Փաշինյանին անվստահություն հայտնելը համարում են իրատեսական եւ միակ ռեալ միջոցը։ Այսինքն 21 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ է, որ հաղթելու ենք, իսկ impeachment անելը անլուրջ է։ Գուցե մարդիկ տակից, ինչպես ասում են, արդեն գիտեն, թե ով է Փաշինյանին դավաճանելը, ովքեր են նրանից դժգոհ։ Դա իմանալու համար նրանց պետք է գոնե հանդիպած լինեն, եթե այդքան վստահ են։ Իսկ եթե ոչ, ուրեմն իրենց խաղը ավելի շատ նման է կազինոյի, քան հաշվարկված քաղաքականության։ Ամեն դեպքում ոմանք էլ ասում են, որ դա գրեթե զերո հավանականություն ունի, օրինակ Քոչարյանական թևը։ Հիմա ես ավելի պրագմատիկ մարդ եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Եթե դու այնպիսի փողոց ես հավաքել եւ ճնշումդ այնպիսի ուժգին է, որ կարող է 20 հոգի sense հրաժարվել, այն հրաժարական է պահանջում, անորն է քրեարկուզը։ Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փոխություն։ Այս փոխոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կոչվի։ Իսկ նշանակում է հրաժարական կամ հեղափոխություն։ Այն սիրուն անուններով, ինչ որ համանadrության վրա հղումներ կատարելով բանման անդուրջ է դա։ Սա կոմպլեքս խնդիրներից ու տարաձայնություններից ընդամենը մեկն է։ Մեկ այլ լուրջ խնդիր ու խոչընդոտ է վարչապետի միասնական, այլընտրանքային տեխնացուի հարցը, այսինքն ով պետք է լինի Նիկոլ Փաշինյանի փոխարեն։ Եկեք միասին կարդանք սահմանադրությունը, մայրօրենքը ու վերծանենք այն։ Հոդված 115-ը սահմանում է, թե ինչպես պետք է վարչապետին անվստահություն հայտնել։ Դրա առաջին կետով ասվում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ազգային ժողովը որոշման նախագիծ կարող է ներկայացնել падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի տեխնացու։ Ստացվում է, որ կա երկու պայման։ Խորհրդարանն ունի 107 падգամավոր, դրա 1/3-ը կազմում է 36 падգամավոր։ Քոչարյանի ու ՀՀԿ-ի ֆրակցիաները միասին ունեն, սակայն 34 падգամավոր, երկու ձայն նրանց չի բավարարում։ Ու երջանիկ թե ոչ այնքան երջանիկ պատահականությամբ վերջերս երկու ԿՊԱ-ական падգամավոր լքեց Փաշինյանի խմբակցությունը։ Իդեպ սրանից ավելի վաղ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը լքել էին երկու падգամավոր։
թե ինչպես է իդեալական թվով այսպիսի փոխատեղություն եղել, երբ ընդդիմությունից եւ իշխանությունից ճամբարափոխ են եղել հենց երկուական падգամավոր, կարող եք ինքներդ գնահատել սիրելի բարեկամներ։ Սեփական թիմին դավաճանելը դարձել է նորմալ վարքագիծ բոլոր թիմերի համար։ Փաշինյանից հեռացած երկու падգամավորները զուգահեռ գործընթաց սկսեցին ու նախաձեռնեցին սեփական իմպիչմենտը։ Նրանք էլ վարչապետի տեխնացու առաջարկեցին Էդմոն Մարուքյանին, քանի որ իրենք այն տղաները չեն, որ միավորվեն Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շուրջը։ Նրանք իսկական հեղափոխականներ են։ Այստեղ արդեն ավարտվել է Նիկոլ Փաշինյան այն մարդը, որ ես ճանաչել եմ, որ լսելու ընդունակություններ եւ այլ, եւ ծնվել է Նիկոլ Փաշինյան ավտորիտար ղեկավարը։ Մեր երկրի համար ավտորիտարիզմը կործանարար է։ Իրենց խոսույթից ստացվում է, որ եթե իսկապես ուզում են Փաշինյանին հեռացնել Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, այլ ոչ թե իրենք գան իշխանության Փաշինյանի փոխարեն, թող միանան Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին եւ վարչապետ դարձնեն Էդմոն Մարուքյանին։ Իսկ մեկ տարի հետո էլ բոլորով կանցկացնեն հերթական ընտրությունները եւ թե ժողովուրդը արդեն ինքը ընտրի նոր վարչապետ։ Այնպես են սա ասում, կարծես 18 ԿՊԱ-կանի հետ արդեն պայմանավորվել են, որ իրենց կողմը կանցնեն, թե ինչու մնացած ԿՊԱ-կանները Փաշինյանին թողած պետք է Մարուքյանին դարձնեն վարչապետ, նույնիսկ այս հարցը չի բարձրացվում, որ նրանց դրան պատասխան լինի։ Ամեն դեպքում ահա թե ինչ վիճակի մեջ են դրել նրանք այդ նախկին ԿՊԱ-կանները, ովքեր այլ հավասար պայմաններում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ստվերի տակ կորեին ժամանակին, բայց դե կյանքն այդպիսի բան է։ Ինչպես ասվում է կտակարանում, մի օր վերջինները դառնում են առաջին, իսկ առաջինները վերջին։ ՀՀԿ-ն բնականաբար մերժեց այդ առաջարկը Էդմոն Մարուքյանին անվանելով երկրորդ Նիկոլ Փաշինյան։ Քոչարյանն էլ մոտավորապես նույն վերաբերմունքն ունի։ Այսպիսով, չունենալով երկու падգամավորի աջակցություն, որպեսզի անգամ սեփական նախաձեռնությունը սկսեն, ՀՀԿ-ականները կանգնել են փաստի առջև, իսկ Քոչարյանի համար էլ այս ամենը բնականը վերածվում է ֆարսի։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերը միմյանց են մեղադրում անլուրջ լինելու մեջ։ Ամեն մեկը կարծում է, որ մյուսը իրեն խանգարում է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։ Կողմերը միմյանց արդեն մեղադրում են, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանություն։ Իսկ հանրության մի զգալի մասը հոգնեց բոլորից էլ, Փաշինյանից էլ, բայց մեծամասամբ հենց նրան են ընտրում որպես Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին մերժելու տարբերակ։ Իրականում նրանք ամենաոչ իդեալական տեխնացուներն են ներկա պայմաններում հնարավորից, որ կարող են Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, քանի որ թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի անտի-ռեյտինգը շարունակում է բարձր մնալ։ Թեև որոշ արդյունքներով Քոչարյանը երկրորդն է Փաշինյանից հետո եւ համարվում է նրա միակ հնարավոր մրցակիցը, բայց 36 падգամավորի ձայնն ու վարչապետի միասնական տեխնացուի հարցը խնդրի միայն երկրորդ կողմն է, կա նաև երրորդ ամենամեծ խնդրը։ Եթե անգամ խորհրդարանական ընդդիմությունը մի կողմ թողնի հակասություններն ու որոշեն վարչապետի միասնական տեխնացուին, ապա Փաշինյանին անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է լինելու ընդհանուր 54 падգամավորի աջակցություն, այսինքն ինչպես նշվեց, եւս 18 ԿՊԱ-ական падգամավորի պետք է համոզեն դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ։ 107 падգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը այդքան է կազմում։ Սա էլ սահմանվում է նույն հոդվածի երկրորդ մասով։ Այսինքն ամենակարևոր հարցն է, թե որքանով է հավանական, որ եւս 18 ԿՊԱ-ական падգամավոր կմիանան Փաշինյանին անվստահություն հայտնելու։ ՀԿ-ականները համարում են, որ դա սահմանադրությամբ նախատեսված միակ գործուն ձևն է Փաշինյանին հեռացնելու եւ պետք է փորձել օգտվել դրանից։ Կստացվի, չէ, թող չստացվի, բայց Քոչարյանն ասում է, որ նախապես պետք է նման նախաձեռնություն սկսելուց առաջ վստահ լինել, որ այն կհաջողվի, այլապես դա անլուրջ զբաղմունք է։ Այստեղ տեսնում ենք, որ մոտիվները տարբեր են։ Սերժ Սարգսյանի թիմը կորցնելու ոչինչ չունի, արդեն կորցրել է։ Նա անգամ ասում է, որ չի հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին, չնայած տարիներ առաջ նման մի բան էլի ասում էր։ Չստացվի ոչինչ, նրանց համար դա լավ ինֆորմացիոն, քարոզչական առիթ է, դաշտը իրենցով լցնելու եւ օրակարգ ձևավորելու համար։ Սպասվող ընտրություններում ունեցածն էլ պահեն էլի լավ է, բայց պահելու համար պետք է բնականաբար ամեն ինչ անեն, որ հանրությունը իրենց չմոռանա ու որոշակի գործոն համարի։ Բայց այ Քոչարյանի համար կան ռիսկեր։ Եթե ձախողվի այդ գործընթացը, իմպիչմենտի, եթե նա միանա դրան, համապետական ընտրություններից առաջ, որը նա ավելի է կարևորում, ապա Փաշինյանի ռեյտինգը կարող է բարձրանալ իր անտի-ռեյտինգի հաշվին, քանի որ նա կգրանցի հերթական պարտությունը։ Քոչարյանը ցանկանում է պարտության մատնել Փաշինյանին ընտրություններով, իսկ դրանից առաջ հերթական ֆիասկո ունենալը իրեն վնասելու է,
Սերժ Սարգսյանը ակնարկում է, որ Փաշինյանը երբ Ալիևի հետ համաձայնվի ու բերի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որը վերջնականորեն Հայաստանի պարտությունը կամրագրի, մի խոսքով նոր աղետներ կբերի, վառիթ կլինի, որ դիմադրության շարժում սկսվի եւ կարողանան համոզել ԿՊԱ-ականներին միանալ իրենց։ Քանի որ եթե կողմ քվեարկեն Փաշինյանի ու Ալիևի պայմանագրին, ապա Փաշինյանի հետ միասին բոլորով կիսելու են դրա համար պատասխանատվություն։ Մի օր Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է կամ չի ընտրվելու, բայց իրենք առանց Փաշինյանի ապագայում անհատապես պատասխան կտան իրենց որոշման համար, իրենց ուսերին տանելով ժողովրդի նզովքը, եթե պարզվի, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրով ստանձնելու ենք ստորացուցիչ պարտավորություններ, կատարելով Ալիևի պահանջները։ Օրինակ դրանցից մեկն է 300,000 ադրբեջանցի Հայաստանում տեղավորել։ Հավանաբար հաշվարկը նա է, որ ինչպես Հովիկ Աղազարյանն ասաց, թե համաձայն չի եղել Փաշինյանի բանակցած փաստաթղթին, նման հակասություն կունենան նաև այլ падգամավորներ։ Ի վերջո Սերժ Սարգսյանը ունի փորձ 2018 թվականին, ինչպես իր իսկ խմբակցությունը կազմաքանդվեց, գուցե մտածում է, որ հնարավոր կլինի նույն ձև կազմակերպել քաղաքացիական պայմանագիր խմբակցության փլուզումը, երբ դրա падգամավորները զգան, որ Փաշինյանի ոտքերի տակից իշխանությունը գնում է, ամեն մեկը սկսելու է մտածել սեփական կաշվի մասին։ Բայց արդյոք, երբ պատերազմում պարտվելուց հետո, նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց իր падգամավորները ծպտուն չհանեցին Փաշինյանի դեմ, հիմա պետք է հանեն։ Նրանք ծպտուն չհանեցին նաև, երբ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվեց Արցախից ու ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Նրանք ձայն չհանեցին, երբ Տավուշի գյուղերը հանձնեցին, չկարողանալով վերադարձնել իրենց իսկ բառերով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից հատվածներ, որ Ադրբեջանը գրավել է։ Չհասան նաև նույնիսկ նրան, որ Ալիևը շարունակի սահմանազատման եւ սահմանակեցման գործընթացը կանգի առել։ Առհասարակ ԿՊԱ-ական падգամավորները տպավորություն է, որ ավելի հնազանդ են Փաշինյանին, քան Բերիան, Միկոյանն ու Խրուշչովը Ստալինին, ապա ինչպես ակնկալել, որ այս անգամ ծպտուն կհանեն։ Դա իսկապես ռեալիստական չի թվում, քանի դեռ չի եղել հանրային ու ժողովրդական մեծագույն ցասում ու ճնշում Փաշինյանի դեմ։ Բայց արդյոք Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են առաջնորդել այդպիսի ժողովրդական շարժում, սա մեծագույն հարց է։ Իհարկե, նրանք միասին կարող են ունենալ տասնյակ հազարավոր համակիրներ, որ կարող են դուրս գալ փողոց։ Ընդհանրապես ցանկացած իշխանություն ունի ստաբիլ մի 100-ից 200,000 իրեն ատող քաղաքացիներ։ Բայց համաժողովրդական դիմադրության համար անհրաժեշտ է գրավել նաև այն մարդկանց մտքերն ու սրտերը, ովքեր փողոց դուրս չեն գալիս, ովքեր գնալու են հետո ընտրատեղամաս, եւ նաև ունենալ արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական համաձայնություն։ Դա այսօր նույնքան քիչ հավանական է թվում, որքան իմպիչմենտով Փաշինյանին հեռացնելու հնարավորությունը։ Բայց ամեն ինչ կարող է փոխվել, քանի որ ինչպես 2017-ին ոչ ոք չէր պատկերացնում, որ 7% ձայն հավաքած Փաշինյանը կդառնա վարչապետ, այդպես էլ 100%-ով դժվար է բացառել, որ ինչ-ինչ իրողություններից ելնելով իրավիճակ կարող է փոխվել։ Օրինակ, լուրջ իրավիճակ կփոխվի, երբ Փաշինյանը լիովին ձախողի խաղաղության գործընթացն ու Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի, Աստված մի արասցե։ Կամ բացահայտվեն պետական դավաճանության անհերքելի ապացույցներ ու վկայություններ։ Անկախ ամեն ինչից, Փաշինյանը հեռանալու է վաղ թե ուշ։ Նրան հեռացնելը խնդրի մի կողմն է։ Նա այնքան խնդիրներ է կուտակել, որ նաև պետք է ունենալ հարցերի պատասխաններ, թե ով եւ ինչպես կարող է կառավարել Հայաստանը Փաշինյանի թողած փլատակների վրա։ Ինչպես Սերժին մերժելով հարցերը ավտոմատ չլուծվեցին, այնպես էլ Փաշինյանի հեռացնելը խնդրի լուծման համար անհրաժեշտ, բայց ոչ միակ պայմանն է։ Ահա այս հարցում է, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ժողովրդին կոնկրետ ասելիք չունեն։ Նրանք ընդհանրապես խաղադրույք են անում այն իրողության վրա, որ Փաշինյանը չունի այլևս ժողովրդի վստահությունը եւ 50%-ից ավելի ձայն չի հավաքելու։ Նրանք հույս չունեն, որ ժողովուրդն իրենց է ընտրելու։ Նրանք հույս ունեն, որ ժողովուրդը Փաշինյանին այլևս չի ընտրի։ Բայց պետք է հաշվի առնել, որ երբ ոչ մեկ չի վայելում ժողովրդի վստահությունը, դա կարող է հանգեցնել ավելի մեծ քաղաքական անկայունության ու նոր ցնցումների, քան կարող է խնդիրներ լուծել։ Հետևաբար, վերջին հաշվով ամեն բան կախված է լինելու Փաշինյանի որոշումից, թե ինչպես նա կհեռանա, ընտրություններով, իմպիչմենտով, թե այլ ձև։ Եթե նա վիճակի չի ապահովել Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը, եթե իր ամբողջ թիմն արդեն մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ապա լավ կլինի կամավոր անցնցում հեռանալ։ Բայց այսքան ոչ բանական որոշումներից հետո միամտություն կլինի ակնկալել, որ նա կամավոր կհեռանա։ Նա ամեն ինչ անելու է, որ հարցը որոշվի ընտրությունների ճանապարհով, իսկ ընտրություններն էլ նա կազմակերպի։ Իսկ թե ինչպես կկազմակերպի այս անգամ, հարց է։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը։ Հավանեք, բաժանորդագրվեք ու տարածեք այս տեսանյութը, սիրելի հայրենակիցներ, շուտով նորից կհանդիպենք։